ոչ միայն իմանալ իմ քրկով մշակույթի մեջ ժառանգությունը որտեղից է գալիս, այլ կարողանալ դա փոխանցել։ Շուրջ 10 տարվա հետազոտական ու գիտական աշխատանք է տարել հուշարձանագետ Դավիթ Մելիք-Սարգսյանը Շիրակի պատմամշակութային հուշարձանները գրքի ստեղծման համար։ Այս ոլորտի բացառիկ ներկայացուցիչներից է վերջինս, ով ակնհայտորեն իր համբերատարությունն ու սերն է նվիրել Շիրակը որպես մշակութային օրան հանրաճանաչ դարձնելու հարցում։ Անի, ինչպես ասեցի, հորոմոս, բաղարան, բաղնարը, թզոր, մշակութային բարձր արժեք ունեցող հուշարձանների ամբողջ նկարագրություն կա, ինչերոց ասեմ 500 էջից ավելի ուրեմն նյութ է եւ 1200 լուսանկարներ եւ հին եւ նոր արված, ինչպես որ ես եմ կարողացել մի քան անգամ գնալ Արևմտյան Հայաստան։ Մեր բնակավայրերի հուշարձանները թե իրենց հայտնիությամբ, թե ոչ այնքան հայտնի լինելով մնում են որպես բացառիկ արժեք։ Գրքում բացահայտումների շարքում Ամասիայի Բանդիվան բնակավայրի մեջտվարկությունից առաջ 2-ից 3-րդ հազարամյակների այս քարե կոթողն է, որը ինչպես հայտնի է դարձել, հեռահաղորդակցման միջոց է եղել։ Այն Մելիք Սարգսյանն անվանել է քարֆոն։ Երբ որ քարյանց դիմացից այս անցքի մոտեցա եւ բերանով շուտերով, այսպես ասած, քթով հենց ոնց որ հագագազը մի անգամից այսպես նստեց իմ շուրտերին, տնջին, ես պարզապես այդ պահին բնական է մի հատ ցայն հանեցի։ Հեյ, պատկերացնում եք, այդ իմ արդահայտած ցայնը ես արդեն ագաջով լսի։ Մի 3-4 կիլոմետր ծորով գնաց ես իմ չգիտեմ ուր եւ արձագանքելով հետ եկավ։ Այսինքն քարի մշակումով մարդիկ 2-3 հազար տարի կամ ավելի առաջ մտածել են իրար հետ կապվելու, հաղորդակցվելու միջոց։ Քարքարոտ Հայաստանի այս նմուշը բախտի բերմամբ է պահպանվել, քանի որ անվտանգության պահպանման տեսանկյունից այժմ նման քարերը հեռացվում են, երբեմն չգիտակցելով, գուցե դրանք պատմական են իրենց բնույթով։ Ժայռերի մեջ բնակավայրի վրա այսպես մեծ քարեր չեն թողնում։ Միշտ հերում գցում են, որպես հետագայում անձրևից բանից հանգարց ինքը չկլորվի կամ վնաս տա։ Եվ այդ պահը ինձ հետաքրքրել է, թե ժայռի բերանին այս մեծ քարը ինչու են թողել։ Դրա համար ասենք թե շատ մարդիկ որոշել էին ուշադրություն չդարձնել, ես որոշեցի ուշադրություն դարձնելը փառքասով։ Մելիք Սարգսյանի ուշադրության կենտրոնում է եղել մարզն ամբողջովին, Աշոտցից մինչև Անիի տարածաշրջան կամ Ամասիայից մինչև Արթիկ։ Սրանով հուշարձանագետը մեծ գրականություն է տվել մշակութաբաններին, հուշարձանագետներին, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Պատկերացրեք տուրիստը Եվրոպայից եկել է եւ հանգարց իրան ներկայացնում է այդ հորոմի 4000 տարվա պատմություն ունեցող քաղաքը։ Իր փողոցներով ասեցի հետաքրքիր զոհասեղանով պատկերացրեք։ Մարդիկ թե հետանոցության ժամանակաշրջանում մեծ քարե բնական է կարելի երևակայել ինչի համար են կիրառություն ստացել եւ այդպես շարունակ։ Քիչ առաջ ասեցի շատ մի հետաքրքիր, եթե հիշում եք, հուշարձանի համար որ անհրաժեշտ է նաեւ այցելություն կազմակերպել Սառնախբյուր գյուղը։ Ես ճիշտ ասած բոլոր գյուղերը հարգում եմ, հանգարց այսպես ասած չստացվի, թե Մելիք Սարգսյանը մեր գյուղի մասին չասեց, մյուսին ես բոլորը այցելել եմ գիտեմ, բայց Սառնախբյուրում հետաքրքիր ասեցի բազմաշերտ 100-ից ավելի հուշարձան կա։ Երկրորդ հազարամյակի բնակավայրերից սկսած հանագիտական շերտերից ինձ համար ամենաօրիգինալը ուրեմն Գրիգոր Լուսավորչի քարանձավն է, այսպես կոչված զաղան։ Դա եւ ավանդույթ է, եւ ուրեմն հավատի հզորության ջրի սրբագործության բուժման մեր լավագույն սրբավայրերից մեկն է։ Գիրքը ձեռքը վերցնող ընթերցողի ուշադրությունը գրավում է միանգամից շապիկը, որը հուշում է առանցքում, ինչպես հեղինակն է նշում, առանձնահատուկ տեղ ունի Անի մայրաքաղաքին նվիրված 3 խոշոր հոդված։ Դրանք ներկայացնում են ոչ միայն քաղաքի պատմական ու ճարտարապետական զարգացումը, այլև նոր բացահայտումներ ներառյալ այն լեգենդի իրական աղբյուրը, որով Անին կոչվում է 1001 եկեղեցիների քաղաք։ 1001 եկեղեցիների մասին այդ լեգենդը, որ գրքի մեջ կա, ներկայացել է Անիի ճարտարապետական ժառանգության հզորության մասին, ես կարդացել եմ եւ գտել եմ եւ ներկայացել եմ գրքում մեր համակարգացի մեծ փիլիսոփա, միստիկ փիլիսոփա Գյորգի Գյուրջևի գրքում։
հանդիպումներ ականավոր մարդկանց հետ։ Երբեմնի պարիսպներով ու բերդերով պատմական մայրաքաղաքում եկեղեցիներ շատ են եղել։ Արևմտյան Հայաստանի ոգեղենությունը ներկայիս հայ ու միջազգային ճարտարապետության հիմքում է, մասնավորապես Սրդաճ ճարտարապետի ստեղծած Անիի մայրտաճարի կառուցատարերի շնորհիվ։ Ագուկները այդտեղից են գալիս, եթե միայն մի հատվածի վրա անդրադառնանք, որ Սրդաճ ճարտարապետը Անիի մայրտաճարի որմնամյութերի կառուցատարերը կերդելիս երևի ինքն է չգիտեր կամ գիտեր, որ այն պետք է հետագայում դառնար եվրոպական գոթական ռոմանական ճարտարապետության հիմքը, վերցված։ Սա Ստրիժիկովսկու խոսքերն են, Նիկոլայոս Մարի խոսքերն են, Թորոս Թորոմանյանի խոսքերն են, այսինքն մեր հզոր ճարտարապետական ժառանգության։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, Շիրակ աշխարհի հայկական 3 ճարտարապետական դպրոցների գոյություն ունեցող Շիրակի, Սյունիքի, Վանաձորի շրջակայքի հուշարձանային ճարտարապետական դպրոցներից ամենաբարձրագույնն է։ Այսինքն պետք էր որ մեր ընթերցողը աշխարհը գիտենա, որ Շիրակի ճարտարապետական ժառանգությունը ինչի վրա է հիմնված։ Պարոն Մելիք Սարգսյանի խոսքով Գյումրին էլ պատահականորեն չի դարձել արհեստների ու արվեստների քաղաք։ Նրա մշակութային գենը եւս սնվում է դարերի խորքից։ Եթե մտել են 7 վերքի եկեղեցի, այնտեղ 2 հրաշագործություն կար ուշադրություն դարձնել զանգակատան առաստաղի կերտվածքը եւ հենց 7 վերք խորանի վերևի ճարտարապետական գլուխգործոցը։ Մեկ ռեպորտաժում անխոս մշակութային գանձարանի մասին ամբողջովին խոսելն էլ անհնար է, բայց որպեսզի մարզի բնակիչներն ու հյուրերը պարզապես մակերեսային պատկերացում չկազմեն ոլորտի վերաբերյալ, այս աշխատությունը կարող է դառնալ Հայաստանի մշակութային քարտեզի կարևոր ուղեցույց գիտնականների, ճանապարհորդների եւ պատմական Հայաստանի ժառանգությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի համար։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր են քննարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին։ Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Նոյեմբերի 17-ից 19 Ստամբուլում կայացավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանը։ Թուրքիա մեկնեցին ազգային ժողովի падգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կարևոր հարթակ է միջազգային համագործակցության ամրապնդման համար, որտեղ քննարկվում են ոչ միայն եվրոպական, այլև ավելի լայն աշխարհագրության խնդիրներ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս աշնանային նստաշրջանը հարուստ էր հիմնականում խաղաղության եւ անվտանգության հարցերի քննարկումներով։ Նախ ներկայացվեցին զեկույցներն, ապա անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում եղած մարտահրավերներին, առանցքում էին նաեւ մեր տարածաշրջանին վերաբերող հարցերը։ Այս վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ էր, որ աշխատանքներն ընթանում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված հաստատված խաղաղությունից հետո եւ պիտի ասեմ, որ մթնոլորտը այս առողջությամբ բոլորովին այլ էր այս անգամ, անսովոր էր թե մեզ համար, թե մյուս երկրների պատգամավորների համար։ Քննարկեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված խաղաղությանը, Վաշինգտոնի համաձայնություններին, կոմունիկացիոն պրոյեկտներին, խաղաղության խաչմերուկ նախագծին իհարկե եւ թրիփուղու վերաբերյալ աշխատանքներ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում ունեցան նաեւ կառույցում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները։ Սա եւս առաջին անգամ էր այս վեհաժողովի պատմության մեջ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների Ժնևում վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Քննարկեցինք
եւ ողջունեցինք ձեռք բերված խաղաղությունը, նաեւ քննարկեցինք երկու խորհրդարանների միջև հնարավոր համագործակցության միջև հարցեր, ինչպես երկկողմ ֆորմատներում, այնպես էլ բազմակողմ հարթակներում, եւ հույս հայտնեցինք, որ այն խնդիրները, որոնք շարունակում են մնալ խնդրահարույց, այդ թվում եւ հումանիտար խնդիրները, շուտով կհասցեագրվեն։ Հաշվի առնելով, որ վեհաժողովի աշխատանքներն անցկացվում էին Թուրքիայում, անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Խոսել եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջև կարգավորման գործընթացից եւ հույս հայտնել, որ այն քաղաքական խոսակցությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև ընթանում է, կվերափոխվի արդեն կոնկրետ գործողությունների եւ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը եւ դրական քայլեր կիրականացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Քննարկումների առանցքում էին նաեւ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Այս համատեքստում վեհաժողովականները դրական գնահատականներ հնչեցրին մեր երկրի ժողովրդավարականացման, ինչպես նաեւ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Շեշտադրում եմ արել ժողովրդավար ընտրությունների կարևորության վրա, այն իմաստով, որ ժողովրդավարական ընտրություններն են հիմքը երկրների ժողովրդավարության պահպանման, խաղաղության հաստատման, քանի որ 2026 թվականի ամռանը Հայաստանում տեղի ունենալու հերթական ընտրությունները, ես հենց սրա վրա եմ շեշտադրում արել, հրավիրելով եւս մեկ անգամ ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ուշադրությունը Հայաստանի վրա։ Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա փետրվարին Վիեննայում։ Կադաստրի կոմիտեն վերջին 5 տարում ուղղել է ավելի քան 720 բնակավայրի կադաստրային քարտեզներ, հստակեցվել են թաղամասերի համայնքների վարչական սահմանները։ 2021-ին մեկնարկած աշխատանքը կոմիտեն նախատեսում է ավարտել 2026-ի առաջին կիսամյակում։ Եթե ընդհանուր տեղադիրքի շեղում կա կամ ճանապարհների, գետերի սահմանների հետ կապված անհրաժեշտություն կա արդեն ուղղել հստակեցնել, այսինքն հիմնական ենթակառուցվածքների սահմանները կադաստրային քարտեզում ուղղվում է, որ արդեն հնարավորություն է տալիս առանձին գույքային միավորների սահմանների ուղղման գործընթացը իրականացնել ավելի պարզեցված ընթացակարգով։ Մանուկյանի խոսքով համայնքների վարչական սահմանների եւ կադաստրային թաղամասերի ճշգրտումից հետո օրթոֆոտոհատակագծերը դառնում են իրավական հիմք իրականացնելու իրավունքների գրանցման գործընթացում համեմատական վերլուծություն։ Օրթոֆոտոհատակագծերը ցույց են տալիս բնության մեջ գոյություն ունեցող սահմանները։ Կոմիտեն փորձում է ճշգրտել Հայաստանում առաջին քարտեզագրման հողերի պետական գրանցման ժամանակ արված սխալները, կապված կադաստրային քարտեզում գույքերի ծածկագրման հետ։ Գրանցման բազաներում բազմաթիվ են գույքերը, որոնց կադաստրային ծածկագրերը չեն համապատասխանում քարտեզի ծածկագրերի հետ։ 2012 թվականից էլեկտրոնային համակարգը ներդրվել եւ երբ որ արդեն թղթային արխիվները թվայնացվել է, գրանցամատյանում համապատասխան գրառումները կատարվել, հենց այդ փուլում է նման խնդիրները ի հայտ եկել։ Կան գույքեր, որոնց ուղղակի կադաստրային ծածկագիրը զրոներով թվեր է մուտքագրված, որոնք առաջի պետական գրանցման շրջանակներում իրավունքներ են գրանցվել, սակայն գույքի տեղադիրքը չնույնականացնելու պատճառով ուղղակի զրոներ է բազայում մուտքագրվել, բայց կադաստրային քարտեզում նման ծածկագրերով գույքային միավորներ չկան։ Գույքերն առանձին հիմա ուսումնասիրվում են, նույնականացվում, ճշգրտվում, մուտքագրվում էլեկտրոնային համակարգ։ 90-ականներին առաջին քարտեզագրման պետական գրանցման ժամանակ հողերը, որոնք պետությունը համայնքը հանել է աջորդային վաճառքի, պետք է իրենց կոորդինատներով տեղ գտնեին համապատասխան կադաստրային քարտեզին, գույքի տարածական նույնականացման համար։ Բայց հաճախ գույքերը չեն տեղադրվել կադաստրային քարտեզին։ Այս մասով կան նաև իրավական գործընթացներ։ Եղել է, որ էլեկտրոնային քարտեզի ծածկագրի տվյալները չեն համապատասխանել թղթային քարտեզի հետ կամ իրականում էլեկտրոնային քարտեզում քաղաքացու համապատասխան չափով հողամաս արկա եղել, բայց իրականում գործնականում հողի վրա այդ հողամասը չկա կամ տարածվում է մեկ այլ անձի հողամասի մեջ։ Տարատեսակ են քրեական վարույթներով ու ապահովման առարկա տարբեր հանգամանքներ են հանդիսանում, բայց իրականում խնդիր կա իրականում այդ քարտեզային ծածկագրերի տվյալների եւ իրականում, որովհետեւ շատ դեպքերում քաղաքացու ծածկագրով հողամասը, երբ որ կոորդինատներով տեղայնացվում է հողի վրա, տարբեր հատվածներում է հայտնվում այդ հողամասը։ Նախաքննություն է իրականացվել նաև մեկ այլ գործով, երբ քաղաքացին X ծածկագրով հողամաս իրեն պատկանելու մասին կեղծ տեղեկանք է պատրաստել։ Կադաստրում տեղի ունեցել իրավունքի պետական գրանցում, չնայած նրան, որ այդ ծածկագրով հողամասը մեկ այլ քաղաքացու անվամբ արդեն գրանցված է եղել։ Քննության առարկա է դարձել ոչ միայն կեղծ տեղեկանքի գույքի հափշտակության հանգամանքը, այլ նաև կադաստրի աշխատակցի գործողությունը, դիտավորյալ թե անփութորեն է գրանցել իրավունքը։ Բոլոր հանգամանքները, դրանց ծնող պատճառները քննության առարկայի մաս են կազմում եւ հետագայում միջնորդագրերով մենք ուղարկում ենք կադաստրի կոմիտե եւ այլ պատկան մարմիններ,
որպեսզի այդ գործընթացը չշարունակվի, այսինքն դա նաև կնիչի պարտականությունն է քրեական դատության օրենսգրքով հանցագործության ծնող պատճառ պայմանները հայտնաբերելուց միջնորդագրերով դիմել համապատասխան մարմիններ, եւ մենք ունենք նաև բազմաթիվ միջնորդագրեր այս թերացումները, բացթողումները վերացնելու մասով։ Գործընթացը առավել կարևորվում է վերջին տարիներին պայմանավորված ապօրինի օտարված հողերը պետությանը համայնքին վերադարձնելու կառավարության հանձնառությամբ 2025-ին վերականգնվել է ավելի քան 320 միլիոն դրամ։ Թվային ցուցանիշ է ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը։ Քրեական վարույթներով ընդհանուր վերականգնվել են 1 տասնյակից ավելի տարբեր մակերեսներով հողատարածքներ, որոնց կադաստրային շուկայական մոտարկված արժեքը ավելի քան 177 միլիոն դրամ է։ Նախաքննություն իրականացած քրեական վարույթներով ընդհանուր առմամբ որպես ապօրինի օտարված հողատարածքներ հայտնաբերվել են 9 միլիարդ 165 միլիոն 827 հազար 577 դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով եւս 171 միավոր հողատարածքներ, որոնք հետագայում վերադարձման են ենթակա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան գործիքակազմի կիրառման արդյունքում 2025-ի 10 ամսում դատախազությունը պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությամբ պետությանը համայնքին է վերադարձրել 5 միլիարդ 946 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Երևանում սեփականության իրավունք է գրանցվել 4 միլիարդ 621 միլիոն դրամ արժեքով հողամասերի եւ շինությունների նկատմամբ։ Մարզերում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել 557 միլիոն դրամ արժողությամբ, շուրջ 24 հեկտար հողատարածքների նկատմամբ։ Համայնքների սեփականության իրավունքն է գրանցվել 20 միլիոն դրամ արժողությամբ, շուրջ 3 հեկտար հողատարածքների նկատմամբ։ Միաժամանակ առկա են գույքեր, որոնք թեև հանդիսացել են համայնքային սեփականություն, սակայն դրանք կառուցապատման իրավունքով կամ վարձակալության իրավունքով տրամադրված էին այլ անձանց, սակայն ունեին օրենսդրության պահանջների խախտումներ եւ դարձյալ դատաքննության արդյունքում կայացած դատական ակտերի հիման վրա համայնքի փաստացի տիրապետմանն է վերադարձվել 290 միլիոն դրամ արժողությամբ գույք, շուրջ 2 հեկտար հողատարածքների նկատմամբ։ Ինչպես նշեցի, առկա են նաև դրամական միջոցները, որոնք այսինքն գույքի տեսքով չեն, այլ հենց դրամական միջոցներ են, 10 ամիսների կտրվածքով 248 միլիոն դրամ է։ Հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում Տաթևիկ Սարուխանյանի խոսքով դատական ակտերի հիման վրա պետությանը համայնքներին վերադարձվել է 40 անշարժ գույք։ 30-ը սեփականության իրավունքով են վերադարձվել պետությանը կամ համայնքին, իսկ 10-ը, ինչպես նշեցի, համայնքային սեփականություն էին, սակայն կառուցապատման կամ վարձակալության իրավունքով տրամադրված էին այլ անձանց։ 2024 թվականի դատախազության բացառիկ լիազորության շրջանակում պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի քանակը 18-ներ։ Կադաստրային քարտեզները 2021-ից առցանց են։ Դա հնարավորություն է տալիս գրանցման բազան կապել կադաստրային քարտեզին։ Էլեկտրոնային այս համակարգը ըստ կադաստրի կոմիտեի փոխնախագահի թույլ է տալիս գեներացնել գույքերը, որոնց համար մուտքագրված ծածկագիրը չի հայտնաբերվում կադաստրային քարտեզում։ Նոր նախագիծ նաև ունենք մշակված գույքի գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու Ուզանք արդեն սահմանված ընդհանրակարգով գործընթացները շարունակվելուց հետո ել ավելի նոր հնարավորություններ կստեղծվեն քարտեզներում ուղղման գործընթացը առավել իրատեսական, իրագործելի լինելու համար։ Կոմիտեն ունի նաև բազայում գրանցված սուբյեկտների նույնականացման խնդիր, որևէ անձի անվամբ կատարված իրավունքի գրանցումով հաճախ հնարավոր չէ պարզել այդ անուն ազգանունով, որ անձին է պատկանում նշված գույքը։ 2019-ից ի վեր 2.6 միլիոն չնույնականացված սուբյեկտից այս պահին մնացել է նույնականացնել մոտ կես միլիոնին։ Մրցատարածքի ջրերը մինչև եզրափակչի մեկնարկը, քանի դեռ խաղաղ են, մասնակիցների հույզերն են հախորն ու միավորող, բոլորն էլ եկել են հաղթելու։ Լոգոս զբաղվում եմ 5 տարի, եկել եմ այստեղ միայն հաղթանակի հետևից։ Եզրափակիչ փուլին ընդառաջ Շիրակցի կրտսեր խմբի լողորդները տևական ժամանակ օրը շատ վաղ են սկսել, լավ մարզավիճակում լինելու համար մեծ ջանքներ դրել, անտրտունջ պարապել։ Շաբաթական 6 օր, բացի կիրակի օրից։ Ժամը 6-ին առավոտվա։ Ավագ խմբի լողորդներն էլ նույն գրաֆիկով են պարապել, տարբեր դպրոցների ուժեղագույններով միավորվել, նպատակ են դրել մարզի անունը հաղթական հարթակից անպայման հնչեցնել։ Շատ համախմբված աշխատել ենք, պատրաստվել ենք այս մրցումներին եւ եկել ենք այստեղ հաղթանակի համար։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին։ Երբ ժամանում են նաև վարչապետը, կառավարության ներկայացուցիչները մրցելու հաղթելու մղումներին արդեն լողավազանում ազատություն տալու ճիշտ ժամանակն է։
1041 աշակերտ է մասնակցել դպրոցականների շրջանում առաջին անգամ անցկացվող վարչապետի գավաթ լողի մրցաշարի նախընտրական փուլերին։ Եզրափակում են 128-ը 2 տարեկան խմբերով 8-ից 12 տարեկան, 3-ից 6-րդ դասարաններ եւ 13-ից 17 տարեկան 7-ից 12-րդցիներ։ Եզրափակում մրցում են հավաքական թիմերով հանրապետության մարզերից ու Երևանից։ Յուրաքանչյուր թիմում 8 մասնակից է, 4 տղա, 4 աղջիկ, 50 մետր երկարությամբ լողավազանում կրտսերները հաղթահարելու են փոխանցումալողով յուրաքանչյուրը հենց 50 մետր, ավագները կրկնակի մրցատարածք ազատ ոճում։ Կրքերը թեժ են թե լողավազանում, թե լողավազանի շուրջ։ Կրտսերների պայքարում առաջինը լինելու ոգևորությունը Երևանի թիմինն է։ Ավագների պայքարում նույնպես հաջողությունը մայրաքաղաքի լողորդներինն է։ Հաղթանակ ենք տանում Երևան։ Էմոցիաները շատ են։ Այս հաղթանակը մեր բոլորի հաղթանակն է, ու ես շատ ուրախ եմ, որ մենք թիմային ենք, ու մենք մեկս մյուսին sense պատժկա ենք անում, ձենս կտրվել է։ Ու շատ շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներին, որ մեր համար ջանք ու եռանց չեն խնայում, ու ամեն առօր ժամը 6-ից մեր հետ պարապում են։ Երկրորդ պատվավոր հաղթանակը 2 տարեկային խմբերում էլ արդեն Գյումրունն է։ Կոտայքի փոքրերը 3-րդ տեղում են, ավագների եռյակը եզրափակում է լոռին։ Մրցապայքարից հետո էմոցիաները երբ փոքր-ինչ հանդարտվում են, պատվո-հարթակին բարձրանալու ու պարգևներ ստանալու հանդիսավոր պահն է՝ գավաթներ, մեդալներ ու դրամական։ 4 միլիոն դրամ առաջին տեղ գրաված թիմերին, 2.5 միլիոն երկրորդ եւ 1.5 միլիոն երրորդ։ Գումարը համամասնությամբ բաժանվելու է հավաքական թիմի անդամների դպրոցների միջև մարզական ենթակառուցվածքների բարելավման նոր գույք ձեռք բերելու համար։ Դրամական պարգև ունեն նաև հաղթող աշակերտները եւ մարզիչները։ Շնորհավորական ելույթում վարչապետը նախ անկեղծանում է մրցաշարի արդյունքներն անակնկալ չէին, հաղթելու հավանականությունը նախ այն թիմի աշակերտներին է, որոնք հնարավորություն ունեն լողավազաններ հաճախել, մարզվել, ու մի քիչ մեղավորության զգացողություն կա այն երեխաների համար, որոնք իրենց բնակավայրերում այդ հնարավորությունները չունեն։ Ես ուզում եմ մենք այս փուլում ծափահարենք բոլոր այդ երեխաներին, ովքեր եկան եւ այսօրվա մեր իրադարձությունը դարձեցին իրականություն, այս խնդիրների հետ առնչվելիս է, որ գույքագրում ենք մեր խնդիրները։ Բայց լավ լուրն է նա, որ մենք արդեն այդ քաղաքական որոշումը կայացրել ենք, որ մեր բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետքա լինի։ Մարզաձևերի մեծ մասը լողը հատկապես կապված է ենթակառուցվածքների հետ։ Կա լողավազան, կա արդյունք, չկա լողավազան, չկա արդյունք։ Չնայած հնարավորությունների անհամաչափ աշխատվածությանը, վարչապետը կարևոր է համարում, որ մրցաշարը կայացավ ու չհետաձգվեց։ Մենք չենք պատրաստվում մեր խնդիրների, մեր չունեցածի առաջ խեղճանալ, կանգնել, շիվարած։ Մենք պատրաստվում ենք առաջ շարժվել եւ մենք առաջ ենք շարժվում։ Եվ մյուս կողմից ես հույս ունեմ, որ այսօրվա ձեր առաջին տեղը Հայաստանի Հանրապետությունում կլրացվի միջազգային մրցաշարերի պարգևատրման հարթակներին ձեր ներկայությամբ։ Այս մրցապայքարում պարտվողներ չկան, քանի որ թիմային ոգին բոլորին մղեց մինչև վերջ պայքարը շարունակել։ Աշակերտուհիներից մեկը Սյունիքի թիմից էր ոնց որ կեսից վատ զգաց, բայց դուրս չեկավ։ Այսա թիմային ոգին, որպեսզի իր թիմը մրցելույթը ավարտի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ջանքի համար եւ շնորհավորել այդ ջանքի համար, որովհետեւ ամենաուժեղ հաղթանակը նա է, որ մարդը տանում է ինքը իր դժվարությունների նկատմամբ եւ կարողանում է իր դժվարությունները հաղթահարել։ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությամբ խնդիր է դրված նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ։ Վարչապետը հուսով է, որ այդ մեդալներից առնվազն մեկը կլինի լողից։ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Ժնևում բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Ըստ համատեղ հայտարարության բանակցությունները եղել են կառուցողական եւ հարգալից։ Կողմերը նախատեսում են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը խաղաղության ծրագրի շուրջ։ Նշվում է, որ ուկրաինական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմն ավարտելու ուղղությամբ անխոնջ ջանքերի համար։ Ավելի վաղ Թրամփը դժգոհել էր, թե Ուկրաինան
երախտապարտ չէ Միացյալ Նահանգներին։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ահռելի առաջընթաց է գրանցվել ամերիկյան ծրագրի շուրջ, սակայն դեռ աշխատանք կա անելու մի քանի կետերի, օրինակ ՆԱՏՕ-ի դերակատարման շուրջ։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն շեշտել է. քննարկումների եւ առաջարկների արդյունքում փաստաթղթի նախագիծը դեռ կփոփոխվի։ Ռուբիոյի խոսքով Մոսկվան իր դիրքորոշումն ավելի վաղ ներկայացրել էր ամերիկյան կողմին։ Եթե ուկրաինական կողմի հետ համաձայնություն ձեռք բերվի, ապա դա կներկայացվի Մոսկվային, հավելել է Ռուբիոն։ Ժնևում հանդիպում է տեղի ունեցել նաև եվրոպական երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ Ռուբիոյի խոսքով նրանց ներկայացվել է ձեռք բերված առաջընթացը։ Նա շեշտել է, այն հարցերը, որոնք ներառում են Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն, հետագայում առանձին կքննարկվեն նրանց հետ։ Այժմ պատվիրակությունները կենտրոնացած են հիմնականում երկկողմ հարցերի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին քննարկումները որակել է բովանդակալից։ Կան ազդանշաններ, որ նախագահ Թրամփի թիմը լսում է մեզ, կարևոր է երաշխավորել, որ պատերազմն ավարտելուն ուղղված քայլերը լինեն արդյունավետ եւ ամեն բան լինի իրագործելի, հայտարարել է նա։ Ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե-ֆակտո վերահսկողությունը։ Ուկրաինան պետք է նաեւ նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը ներկայիս 880,000-ից հասցնելով 600,000-ի։ Կիևը նաեւ պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ։ Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ։ Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն եւ երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, թիրախավորելով Հզբոլահի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկին։ Շարժումը հաստատել է Ալի Տաբտաբայի մահը։ ԱՄՆ-ն 2016 թվականին Տաբտաբային ներառել է հետախուզվող ահաբեկիչների ցանկում, նրա մասին տեղեկատվության համար առաջարկելով $5 միլիոն։ Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ ավիահարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել, 28-ը վիրավորվել։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ավելի վաղ միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Իսրայելի հարձակումները դադարեցնելու համար։ Նա 5 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել ուղղված խաղաղության վերականգնմանը եւ սահմանային լարվածության նվազեցմանը։ 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագիրը պետք է վերջ դներ Իսրայելի եւ Հզբոլահի միջև մարտերին, սակայն մեկ տարվա ընթացքում Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին, հայտարարելով, որ թիրախավորում է Հզբոլահի ռազմական օբյեկտները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվել է մեծ քսանյակի երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որը Միացյալ Նահանգները բոյկոտել էր։ G20-ի ղեկավարները 122 կետից բաղկացած համատեղ հռչակագիր են ստորագրել, որն ընդգծում է գլոբալ մարտահրավերներին բազմակողմ համագործակցության միջոցով դիմակայելու անհրաժեշտությունը եւ կոչ է անում ավելի ուժեղ աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին կայուն զարգացումը խթանելու համար։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի խոսքով համաձայնագիրը ցույց է տալիս, որ ընդհանուր նպատակները գերազանցում են երկրների տարաձայնությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր չմասնակցել Յոհանեսբուրգում անցկացվող գագաթնաժողովին, դա պատճառաբանելով նրանով, թե Հարավաֆրիկյան Հանրապետության սպիտակամորթ բնակչությունը ենթադրաբար զանգվածային բռնությունների է ենթարկվում։ Վիետնամում տեղատարապ անձրևները հեղեղումներ եւ սողանքներ են առաջացրել, որի հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, կան նաեւ անհետ կորածներ։ Ըստ Վիետնամի իշխանությունների ամբողջ երկրում վնասվել է 186,000 տուն, հեղեղները քշել տարել են ավելի քան 3 միլիոն տնային կենդանիների։ Հեղեղումների վնասը գնահատվում է $100 միլիոն։ Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում դիմավորում են ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ծրագրերի ներկայացուցիչներին։ Մարզային գրադարանը մեկն է Հայաստանի բազմաթիվ գրադարաններից, որտեղ ստեղծվել են ֆրանսիական գրականության անկյուններ։ Մինչ ընթերցողին առաջարկվող ֆրանսերեն գրքերի ցանկին ծանոթանալը հյուրերը շրջայց են կատարում բոլոր բաժիններում, հետաքրքրվում այն ծրագրերով ու միջոցառումներով, որ իրականացնում է գրադարանը։ Սա Էմիլ Ջոլա։ Գեղարքունիքի մարզային գրադարանում ֆրանսերեն գրքերի անկյունը ստեղծվել է դեռևս 2024-ին ֆրանկոֆոն օրերի շրջանակում։ Այդ օրից ի վեր գրքերի թիվն ավելացել է եւ այս այցելությամբ նախատեսվում է լրացուցիչ համալրում։ Հիմնական նպատակը հենց դա է, որովհետև քաղաքում եւ հարակից գյուղերում շատերը ցանկանում են ուսումնասիրել ֆրանսերենը կամ արդեն գիտեն այն։ Այս առումով շատ կարևոր է համալրել եւ մեծացնել ֆրանսալեզու գրքերի ֆոնդը, հաշվի առնելով ընթերցողների նախասիրությունները։
Հյուրերը մարզային գրադարանի տնօրենի եւ աշխատակիցների հետ քննարկումներով փորձում են գնահատել այն կարիքները, որ առնչվում են ֆրանսերեն գրքերի անկյունն ավելի ընդլայնելուն։ Գրադարանը պատրաստակամություն է հայտնում ընդունելու ցանկացած քանակով ֆրանսալեզու գրականություն, աջակցելու կրթական եւ մշակութային ծրագրերին, որ կառաջարկի ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Ֆրանկոֆոն օրերի շրջանակում գրադարանում ունենում ենք այցելություններ եւ այդ այցելությունները նպաստում են, որպեսզի համագործակցությունը լինի եւ ավելի է համալրվում մեր ֆրանսիական գրականության անկյունը, ինչը նպաստում է երկու երկրների մշակույթների զարգացմանը։ Կարծում ենք, որ այս այցելությունը կնպաստի մեր հետագա համագործակցություններին եւ նոր ծրագրերի, նոր գաղափարների առաջացմանը։ Հանդիպմանը մասնակցող ընթերցողներն էլ ներկայացնում են մարզում ֆրանսերեն լեզվի դասավանդման դպրոցական եւ արտադպրոցական ծրագրերը, որոնց իրենք մասնակցում են։ Արդեն 2 տարի է, ինչ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի բեմը դարձել է մի հարթակ, որտեղ ելույթ են ունենում համայնքի ամենափոքրիկները։ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ հեքիաթի փառատոն 2025, որտեղ իրենց հեքիաթային ներկայացումներով հանդես եկան Նոյեմբերյան համայնքի բոլոր մանկապարտեզների սաները։ Շատ շնորհակալ ենք ձեր նվիրումի համար, ձեր աշխատանքի համար։ Իսկապես մեր փոքրիկներից շատ բան ունենք սովորելու, մենք մեծերս։ Իրենց անկեղծությունը, իրենց միամտությունը, այնքան ենք մենք հեռացել այդ ամեն ինչից։ Բարությունը, որ այսօր իսկապես այս միջոցառումը կարծես ջուր լինի եւ ծառամարդը խմի։ Բոլորս դրական լիցքերով կարծում եմ այսօր վերադառնալու ենք մեր աշխատանք։ Փառատոնի ավարտին պատվավոր հանձնախումբը մասնակցող մանկապարտեզներին շնորհեց համապատասխան անվանակարգերով պատվոգրեր, իսկ Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ մի շարք ձեռնարկությունների կողմից նրանք ստացան մեծ փաթեթներով նվերներ։ Այդ հեքիաթները մեզ հիշեցնում են, որ շատ բան չի փոխվել, ոնց որ այս նույն հեքիաթները կրկնվում են ու մենք մասնակիցներն ենք այդ Նյոհուրին, Կիկոսը, Մյուսը եւ վերաբերմունքը այդ իրավիճակներին զարմանալիորեն հանճարը հենց մեզ է հասցեագրել ու թողել ժառանգություն, որ մենք մեզ անընդհատ նայենք կողքից ու հասկանանք ինչ այնպես չենք անում, ինչը պիտի փոխենք ու երեխաների կատարմամբ դա մի առանձնահատուկ անկեղծ է հնչում։ Այս փառատոնները շատ համախմբող միջոցառումներ են, տեսեք, կրթություն, մշակույթ, տարբեր կառույցների համագործակցություն, համայնքապետարան, մշակույթի կենտրոն, բոլոր մանկապարտեզներ, աշխատակազմեր, բոլորս ապրում ենք այդ հեքիաթի փառատոնի ուրեմն սպասումներով եւ հայտնվում ենք այդ հրաշալի իրականության մեջ։ Եվ մի ուրիշ զգացողություն է, երբ գիտենք, որ 4 օր մենք գնալու ենք Նոյեմբերյան մշակույթի կենտրոն եւ վայելելու ենք հրաշալի, անկեղծ, երբեմն շատ հետաքրքիր պահերով լեցուն, ուրեմն ներկայացումներ, հեքիաթը հեքիաթ, բայց յուրաքանչյուր հեքիաթ ունի իր ուղերձը եւ այդ ուղերձը երեխաների համար մեկն է։ Խաղաղ երկինք, բարեկեցիկ պայմաններ, համախմբված համայնք, մշակութային համայնք եւ որակյալ կրթություն։ Հեքիաթի փառատոնը շարունակելու է համայնքի հանդիսատեսին ամեն տարի պարգևել հաճելի եւ ջերմ պահեր, ներկայանալով նորանոր մտահղացումներով։
Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Քաղաքացիների անդորրը չխաթարելը, մեքենա վարելիս անհարկի աղմուկ չստեղծելը նույնպես անվտանգ երթևեկության ապահովման կարևոր բաղադրիչներից է։ Նոյեմբերի 2-ից ուժի մեջ են մտել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Պատասխանատվության են ենթարկվում այն վարորդները, որոնց մեքենաներում տեղադրված են ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։ Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նոյեմբերի 2-ից մինչ օրս Բարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից Երևանում եւ մարզերում ստուգվել է 1492 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց։ Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության, նվազագույն աշխատավարձի 10 պատիկի չափով տուգանք եւ նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների եւ լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում տուգանային 2 միավորի կիրառմամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։